Այս վերջերս մի հետաքրքիր նյութ աչքովս ընկավ շների եւ կատուների տարբերությունը։ Նկատել եք, իհարկե շատ տարբեր են իրանք, բայց ովքեր շներ ունեն, գիտեն, ես շուն ունեմ, գիտեմ, որ դու գալիս ես տուն, եթե շուն ունես, երբ որ մտնում ես տուն, շունը գալիս է մոտենում է մի անգամից վազում է քեզ դիմավորում է, ու սկսում է քո վրայից հոտ քաշել, չէ՞։ Ուզում է հասկանա որտեղ ես եղել, ինչ ես արել, ում հետ ես եղել, չէ, կնոջ մասին չի խոսքը, այք, շան մասն է խոսքը, հա, շունը, կինը չէ։ Բայց եթե կատու ունես, եւ որ դու գալիս ես տուն, դու ես անմիջապես հոտը առնում, թե կատուն ինչ արել, որտեղ արել, ինչքան արել, չէ։ Հա։ Եթե այս դուալիզմը, Աստված իզուր չի էլի, շուն ու կատու ստեղծել, այդքան իրարից տարբեր, ու եթե նայում ենք ընդհանրապես Աստծո արարչագործության մեջ մի հենց սկզբից այդ երկու տարբեր բևեռները կա, տարբերությունները, լույսը խավարը, երկինքը երկիրը, չէ, կինը տղամարդը, երև մենակ կին ու տղամարդի մեջ է, որ երկուս հետո պետք է մեկը լինեն, ու ոնց որ Արշակը ճիշտ նկատեց, ինդիվիդուալիստական աշխարհը այսօր ձգտում է բևեռացնելու, ոչ թե մոտեցնելու, ոչ թե երկուսը մեկ դարձնելու, ոչ թե ես քո համար եմ եւ դու իմ համար ես, այլ ես իմ համար եմ, դու քո համար ես, ու դու էլ ես իմ համար, ու եթե դու իմ համար չես, ես քո համար չեմ, գործում ես քո հետ։ Այսօր աշխարհը դարձել է եսակենտրոն, բևեռացված, ամեն ինչ պտտվում է անձի շուրջ, ամեն ինչ իմ համար է, իմ հաճույքների, իմ ուրախության, իմ խաղաղության, իմ ապահովության, իմ ֆինանսների, իմ անձնական ժամանակի, ամեն ինչ իմ, ու այդ երկու տարբեր իրարամերժ բևեռները ի վերջո հասնում են նրան, որ 40% Հայաստանի Հանրապետությունում առաջի 3 տարիներին ամուսնությունների բաժանվում են, 40% դա մեծ խայտարակ թիվա քրիստոնյա կոչված, առաջի քրիստոնյա կոչված ընտանիքը որպես արժեք ունեցող ազգի համար։ Ես էլ եմ հավատում, որ ի վերջո իրական միակ ճիշտ բարոյական արժեքների կրողը մնալու է եկեղեցին երկրի վրա։ Ոչ ազգը, ոչ պետությունը առավել ևս, միայն եկեղեցին։ Եկեղեցին, որ Աստծո հավիտենական ծրագիրն է։ Ու այդ եկեղեցու համար Աստված արարեց ամեն ինչ, ինչ որ գոյություն ունի, որտեղ Աստված եկեղեցի էր ուզում, որդիներ էր ուզում, հավիտենական սեր էր ուզում, ու ամենամեծ պատմությունը սիրո, դա Աստծո որդու եւ իր եկեղեցու սիրո պատմությունն է, որ սկսվել է հավիտենությունից առաջ եւ կգնա մինչեւ հավիտենություն։ Դա համար մենք մարդիկս սիրո պատմություններին շատ տենց զգայուն ենք, չէ՞, տենց կապ չունի ֆիլմը ինչի մասն է, պետք է ինչ-որ մի սիրո պատմություն լինի։ Պատերազմի մասն է ֆիլմը, չէ, բայց մեջ սիրո պատմություն կա։ Որտեղ եթե սիրո պատմությունը չկա, անիմաստ է ամեն ինչ դառնում։ Համաձայն եք։ Մեր աչքերի առաջ հիմա կատարվում է այն Հիսուսի մարգարեությունները աշխարհի մասին, որ ազգի վրա, թագավորության վրա, չէ, ազգերի սրտերը պիտի խռովեն։ Այն որ կատարվում է մեր շուրջը Իրանի հետ կապված, Իրաքը հիմա հարձակման տակ է, հակադարձ պատասխան, վերջը մեր ռեգիոնը գտնվում է միշտ այդ լարված իրավիճակում ու դեռ հայտնի չի այդպես ժողովրդական լեզվով ասած, այս խմորը ինչքան ջուր կքաշի, տենց ասած, որտեվ էսկալացիան եթե գնաց, մենք չգիտենք ելով կմտնի պատերազմի մեջ, դրա համար խնդրում եմ ձեր աուտներում խնդրեք, որ Աստված խաղաղություն բերի, որտեղ խաղաղության մեջ միայն կարող ենք իրականացնել մեր առաքելությունը ավետարանի տարածման։ Աշխարհը դիտում է ինչ որ կատարվում է, որ առանց վերջի իմանալու, չէ՞, վերջո ինչ կլինի եւ այլն։ Մենք ի տարբերություն աշխարհի առավելություն ունենք, որ վերջը գիտենք։ Համաձայն եք, որ գիտենք վերջը։ Գոնե մեր վերջը գիտենք։ Մենք կարող ամեն մեկի վերջը չգիտենք, բայց ընդհանուր իմաստով գիտենք վերջը ինչ է լինելու։ Այդ նման է, երբ որ դու մի հատ ֆիլմ ես նայում, որ քո ընկերն է քեզ խորհուրդ տվել,
Չէ՞ որ մենք ասում ենք մի հատ լավ ֆիլմ ասեք նայենք, չէ՞, տենց մեկ էլ ասում են այս ֆիլմը նայի, ինչի մասին է, դե ասում են ամեն ինչ կա ֆիլմում, չգիտեմ, տենց շատ հետաքրքիր է, սեր կա, կռիվ կա, դավաճանություն կա, հետո մեկ էլ փչացնում են, չէ՞, տենց ասում են, բայց վերջում տղեն հաղթում է, ու իրանք ամուսնանում են։ Ոնց որ ֆիլմը նայելու էֆեկտը կորում է, չէ՞ որ մենք սիրում ենք անակնկալ։ Հիմա հայտնության գիրքը մեզ տենց սպոյլ է արել, տենց փչացրել է պատմության ակնկալիքը, որովհետև վերջում տղեն հաղթում է Հիսուսը, ու իրանք էլ ամուսնանում են, հարսն ու փեսան հանդիպում են իրար, որովհետև Հիսուսը փեսան է եւ եկեղեցին իր հարսն է։ Համաձայն եք։ Այո, ծափարենք իրան, արժանի այնքը։ Ճիշտ է, մեր ֆիլմը սպոյլ է արված, բայց լավ է, գոնե տենց, չէ՞, տենց։ Մեր ողջ պատմությունը, այնինչը մենք որպես եկեղեցի, ես կասեմ եկեղեցու պատմությունը, կառուցված է երկու դեպքերի վրա։ Ու այս երկու դեպքերը որոշում են մնացած ամեն ինչ ինչ որ կլինի։ Առաջինը դա Գողգոթայում Հիսուսի խաչելությունն էր ու հաղթանակը սատանայի դևերի մեղքի վրա, փառք իրան։ Երկրորդը կլինի Արմագեդոնը։ Եվ որ ինքը կգա եւ աշխարհի արդեն ոչ թե եթե առաջինը Գողգոթայում դիվական անտեսանելի ուժերի հաղթանակներ, երկրորդը Արմագեդոնը կլինի տեսանելի մարդկային ուժերի, երբ որ ները կհավաքի ողջ մարդկային ուժերը, ռազմական եւ քաղաքական եւ տնտեսական ընդդեմ գառնուկի, ընդդեմ Աստծո։ Բայց այստեղ էլ նորից հաղթանակ ենք տեսնում։ Հիմա մեր ողջ պատմությունը իրականում այդ երկու ուժերի իրականության հետ է։ Մեր բոլոր խնդիրները կապված են այդ երկու իրականության հետ՝ դիվական ու մարդկային, անտեսանելի ու տեսանելի։ Ու երբեմն եկեղեցին մոռանում է, ու մենք երբեմն կամ ընկնում ենք միայն տեսանելիների հետևից, մոռանում ենք անտեսանելիներին, դևերին, դիվական աշխարհը, կամ ընկնում են մյուսներն էլ հակառակը, միայն դիվականի անտեսանելի հետևից մոռանում են տեսանելի իրականության, մարդկային խնդիրը։ Մենք գործ ունենք երկուսի հետ էլ։ Մեր պայքարը իրականում երկուսի հետ էլ է։ Պողոսը երբ որ Եփեսացիներին նամակում վերջում 6-րդ գլխում ասում է մեր պատերազմը մարմնի այրան դեմ չի, Եփեսացիներին լավ գիտեր մի բաներ կորինթացիներին ասում է եթե ես մարդկանց կերպարանքով գազանների հետ կռվեցի Եփեսոսում։ Այո, մեր պայքարը անտեսանելի հետանախ, բայց այդ անտեսանելին դրսևորվում է տեսանելի միջոցով։ Վերջում ների մասին կարդում ենք, որ վիշապը պիտի տա իր ողջ իշխանությունը գազանին։ Այդ անտեսանելի իշխանությունը պիտի տրվի տեսանելին։ Ու այս մասին մենք կարդում ենք, որովհետև Աստված ուզում է, որ մենք տեղյակ լինենք, ինչպիսին է աշխարհը մեր շուրջը, մենք ինչ ընթացքով ենք գնում, ինչ է ինքը անում, ինչպիսին է մեր հակառակորդը, ինչ խնդիրների ենք առնչվում, թե անհատապես, թե որպես համայնք, թե որպես գլոբալ մեծ համայնք։ Ու հայտնության գիրքը հենց նման գիրք է, նման հայտնություն է, զամա Իզուչի անունը հայտնությունն է։ Ու ինքը սկսում է Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված տվեց իրեն հրեշտակի միջոցով մեզ իր ծառաներին հայտնելու համար, որպեսզի իմանանք ինչ է լինելու հետո, որտեղ Աստված չի ուզում մենք անտեղյակ լինենք այն ընթացքներից, այն պատմությունից, այն զարգացումներից, որով եկեղեցին պիտի անցնի ու դիմակայի։ Բայց ես այսպես կվերնագրեմ, հայտնության գիրքը դա հաղթությունների գիրքն է, որովհետև ամենակարևոր թեման այնտեղ հաղթանակներն է։ Աստված հաղթում է, գառնուկը հաղթում է, խոշոր հաշվով մեծ իմաստով մեծատառով եկեղեցին, գլոբալ եկեղեցին հաղթում է, մասնավոր եկեղեցիներ կան հաղթում են, եւ անհատներ կան տեսնում ենք նորից հաղթում են։ Կարծես ողջ պատմությունը հայտնության գրքի շեշտված է հաղթելու կարողության, ունակության եւ կարեւորության վրա։ Այդ նշանակում է, որ միշտ լինելու է պայքարը, թե քո անձնական կյանքում, թե համայնքի կյանքում, թե աշխարհում ընդհանրապես։ Ուզենք թե չուզենք, մենք ներառված ենք այդ իրականության մեջ, որտեղ պայքար կա։
կռիվ կա, տեսանելի եւ անտեսանելի։ Հիմա կարող դու քեզ հաղթող չես զգում, քեզ նայում ես, ասում ես, ինձնից ինչ հաղթող, որտեվ այս խնդիր ունեմ, այս խնդրեմը չեմ կարողանում լուծեմ, այս բնավորության, չգիտեմ, պակասը ունեմ եւ այլն։ Այլ որ քո կողմից ես նայում, այո, դու խնդիր ունես։ Ես էլ եմ նայում, ասում եմ դու խնդիր ունես, ես էլ խնդիր ունեմ։ Մենք բոլորս խնդիրներ ունենք։ Բայց եթե նայում ենք Աստծո կողմից, Աստծո տեսակետից, իր մասից, իր ծայրից այդպես ասած, մի լրիվ ուրիշ պատկեր կարող ենք տեսնել։ Որտեւ Աստված այլ կերպ է տեսնում իրականությունը, քան որ մենք ենք տեսնում։ Այդ նման է, երբ որ հյուր ես գնացել, ասենք, քո բարեկամներից մեկի տուն, չգիտեմ, մորաքրոջը տուն կամ հորաքրոջը կամ հոպարի, չգիտեմ, ինչ-որ մոտիկ բարեկամի տուն ու այնտեղ մեկ էլ սկսում եք հին ալբոմներ նայել, ու մեկ էլ մի հատ բան ես գտնում, ֆոտոնկար ես գտնում, որը դու կաս այնտեղ, բայց դուք չունեիք տանը, տենց լինում է, չէ՞, տենց եղել ես իրանց տանը, նկարել են ու քեզ չեն տվել։ Նոր սերունդին դա անհասկանալի է, թղթի վրա նկար, բան, տենց, բայց իմ սերունդը մեծացել է թղթի նկարներով, ու դա երկար պրոցես էր, պրինտերներ չկային, ու այդ նկարները կավակորեին ու էլ երբեք չվերականգնվեին։ Ու մեկ էլ նայում ես դու այդ նկարում, քեզ տեսնում ես, ասում ես ես եմ, չէ՞, ասում ես դու ես, ասում եմ ինչ եմ լացում ստեղ, փուչիկը տրակել էր, ու դու լացում ես, ու դու մտածում ես, ոնց ես կարող էի այդ մի հատ փուչիկի տրակելու պատճառով լացեի։ Բայց այդ օրը դու չէիր պատկերացնում, որ շուտ տասնյակ տարիներ անց պետք է նայես ու ասես ինչ խելք եմ արել, չէ, դու փուչիկի համար լացել եմ։ Հիմա դու այդ տենց ես։ Ինչ-որ մի բան ունես, խնդիր ունես, որի համար ընկել ես, նեղվում ես, բայց երբ դու սովորես մի օր այնտեղ իրար հետ կնայենք մեր հին ֆոտոներին, կծիծաղանք մեր փուչիկների վրա լացելու համար։ Այս կյանքը ոչինչ չարժի այն գալիք փառքի համար, որ Աստված պատրաստել է ինձ ու քեզ։ Ու եթե նույնիսկ քո պայքարներում, քո խնդիրներում ընկած ես, ընկել ես, վիրավորված ես, ցավեցված ես, քեզ տկար ես զգում, հիշի, որ մի օր նայելու ես քո այսօրվան ու ծիծաղելու ես։ Որտեղ ինչի համար դու այսօր լացում ես ընդամենը մի հատ փուչիկա։ Ու մի օր դու ուրիշ փառքից, ուրիշ արժեքից, ուրիշ դիրքից ես նայելու քո այսօրվա իրականությանը։ Քեզ այսօր դժվար է պատկերացնել ինչպիսին է լինելու նա, ոնց որ այդ 5 տարեկան մանուկը չէր կարող պատկերացնել, դու ասենք 30-40 տարեկանում ով ես լինելու ընտանիքով, դու ես արդեն երեխայիդ վրա զարմանում իր փուչիկների համար։ Մենք բոլորս անցնում ենք այդ ճանապարհը, բայց մենք բոլորս պիտի սովորենք մեր խնդիրներին նայենք Աստծո դիտակետից, Աստծո տեսակետից, այլապես մենք կպարտվենք։ Հայտնությունը ինքնասով շատ կարևոր է։ Ես մի հատված եմ ուղղակի ուզում հայտնությունից դիտարկենք իրար հետ, բայց դա չի լինել մեր հիմնականը։ Ինքը շատ մեծ մղելու ավելին գնալու համար։ Հայտնության 12-րդ գլուխը հանգուցային գլուխ է։ Ինքը կապում անցյալը, ներկան եւ ապագան եւ նկարագրում այն իրական հոգեվոր պայքարի նշանակությունը, հա, դիտարկումը, որի մեջ մենք ներգրաված ենք։ Հայտնության 12-ը սկսում է այն կնոջ հայտնությունից, ով արևը իր վրա էր հագած եւ լուսինը ոտքերի տակ էր եւ իր գլխին 12 աստղերի պսակ ուներ եւ ծննդաբերության ցավի մեջ էր, կանայք ովքեր ունեցել են ծննդաբերության ցավ կհասկանան, ինձ չէ, կհասկանան նկարագրին այդ կնոջը եւ հետո այդ կինը ծնում է արու զավակ, ով պետք է ազգերին իշխեր Հիսուսին։ Հասկանում ենք, որ այս կինը Աստծո այն համայնքն է, այն հավիտենական ուխտի ժառանգորդն է, ով թե Իսրայելի 5 կտականյան, թե նոր կտական եկեղեցու խորհրդանիշն է, որտեվ ոչ միայն ինքը մեկն է, որը ծնում է այդ որդուն, այլ նաև հետո տեսնում ենք ինքը շարունակում է որդիներ ունենալ, որտեվ նույն 12 գլխի հայտնության 17-րդ գլխում տեսնում ենք, որ վիշապը գնում է պատերազմելու իր մյուս որդիների հետ։ Այսինքն այս կինը մի որդի չունի, Մարիամը չէր,
չգիտեմ ով։ Սա հավաքական կերպար է։ Ու հետաքրքիր է կնոջ կերպարի նկարագիրը։ Այս ողջ հայտնության գրքում ինչքան վախենալու կերպար ասես կա, չէ՞։ Դևեր, վիշապներ, հրեշներ, գազաններ, չէ՞, կարիճի պոչերով, առյուծի գլուխներով, չէ՞, այնց 10 եղջյուր, 5, չգիտեմ ինչ, չէ՞, այլանդակ պատկերներ են, ու այդ պատկերների մեջ մեկ էլ կնոջ կերպարը։ Չգիտեմ կանայք ինչպես են վերաբերում դրան, բայց հենց տղամարդը կնոջ կերպարի է հանդիպում, ամեն ինչ փոխվում է։ Երևի ամենախոցելի բանը տղամարդու համար իր կնոջ դավաճանությունն է։ Ու ասում են, եթե տղամարդը կարող է անցնել այդ ցավի վրայով, ցավ չկա կյանքում, որ տղամարդը չանցնի ու չդիմանա։ Նայեք ամենայն ժխոր, չգիտեմ ինչ միջավայրում, եկել մի հատ կին է մտնում, չէ, տղամարդիկ մենք զգաստանում են, ձգվում են, չէ, մազերն են շոր փոխվում ամեն ինչ։ Կինը կարևոր կերպար է Աստծո մոտ։ Իսկ տղամարդկանց շողուլի բերելու համար։ Ես նայեմ տղամարդուն կասեմ ինքը կին ունի թե չունի։ Դուք էլ նայեք կասեք, իրանց մի անգամից երևում է, չէ՞, հագու կապից, արտաքինից եւ այլնից։ Կնոջ կերպարի հայտնվելուց հետո հայտնում է վիշապի կերպարը, դա առաջի օծներ, հա, սատանան, որը երկնքի աստղերի 1/3 հրեշտակներին իր հետ անկում է բերում, ինքը ընկնում է եւ գցում է նրանց եւ սկսում է պատերազմել կնոջ որդիների դեմ եւ ունենք առաջին հաղթության նկարագիրը, հայտնության 12-11-ը, որ նրանք հաղթեցին, չէ, ինչով, գառանարինով եւ իրենց կյանքը վկայության խոսքով եւ իրենց կյանքը չսիրեցին մինչեւ հիմա, բայց հետո վիշապը գնում է պատերազմելու իրանց մյուս որդիների հետ, որ հասկանում ենք սա ավելի շատ առաջի առաքելական ժամանակվա սերունդներ։ Նրանք ովքեր հաղթեցին Գառնուկի այրունով, իրանց վկայության խոսքով, դա առաքելական սերունդներ եւ իրենց կյանքը չսիրեցին մինչեւ այն առաջին հալածված եկեղեցին էր, որ տարավ այդ դժվարություն, այդ կռիվը, կռապաշտ աշխարհի հետ, հռոմեական աշխարհի, հրեականության հետ, հա, այդ մահով, սրով, կրակով իրանք պահեցին հավատքը, պահեցին դավանանքը, հաղթեցին մինչև վերջ։ Բայց հետո արդեն 17-րդ խոսքում տեսնում ենք շարունակում, որ վիշապը գնաց պատերազմելու մյուս որդիների հետ, ու սա արդեն հաջորդ սերունդներն են, հետի մենք ենք։ Ու հիմա ռազմավարությունը տեսնում ենք փոխվում է վիշապի։ 17-րդ գլխում տեսնում ենք վիշապը մեկ այլ կին է բարձրացնում, Բաբելոնիեն, հա, թեթև վարքով կնոջ կերպարը, որ գազանը տեսնում ենք բարձրացնում է նույն ձևի, ինչ որ այդ վիշապը ուներ 7 գլուխ եւ 10 եղջյուր, նույն ձևի այդ կինը, որ նստած էր գազանի վրա, նույն չափի, հա, գլուխներ ու եղջյուրներ ու թագեր։ Ինչու՞, որտեղ կարծես վիշապը, սատանան, օծը բարձրացնում է ի հակադրություն իրական եկեղեցու, ի հակադրություն իրական ճշմարիտ Աստծո սերունդի բարձրացնում է մեկ այլ սերունդ, կեղծ սերունդը։ Ու մեր կռիվը դառնում է այդ կեղծ սերունդի հետ իրականում։ Մեր պայքարը այսօր ոչ թե ինչ-որ անորոշ անեական երևույթների հետ, այլ կոնկրետ ռեալ իրականության, կրոնի եւ այդ կնոջ կարելի ասել, որոնք շարունակում են Գազանի սկսած գործը։ Հետաքրքիր է, որ Գազանը միանգամից նաև երկու այլ վիշապը կնայեք, երկու այլ գազանների է իշխանություն տալիս։ Առաջինը ծովից է բարձանում, դա 13-րդ գլխում ենք տեսնում, եւ հետո երկրից է մեկն էլ բարձանում։ Ու առաջինին տալիս է իր ողջ իշխանությունը, ու տեսնում ենք այդ նկարագիրը ռազմաքաղաքական իշխանությունն է։ Պետություններ, իշխանություններ, բանակ, օրենքներ, դատարաններ, որով այսօր հալածում են քրիստոնյաներին։ Երեք քանի մարդու դատում են, որտեղ ասում է մարդիկ պնդում են, որ կա ընդամենը երկու սեռ, արական եւ իգական, որտեղ Աստված այդպես է ստեղծել։ Մարդկանց դատում են, տուգանում են, նստացնում են եւ այլն, պնդելու համար իրենց աստվածային ճշմարտությունը, օրենքով, դատարանով, տեղը տեղին, առանց ոչ մեկ
տենց ռազմոյչի անում չեն մտնում գիշեր մարդուն ծեծում տանը դրա համար, չէ, դատի են տալիս ու դատով շահում են, որտեղից այդ ուժը, այդ կարողությունը, ինչ հոգի կա դրա հետևում, ինչի կա այդ ԼԳԲՏ-ի, ոգի եւ այլ այդ իրականությունը պաշտպանված, հələ մի հատ փորձեք այդ ԼԳԲՏ-ները երբ որ բան են անում, իրանց այդ պարադներն են անում, փորձի մեկը իրանց մազին կպնի, փորձի մեկը իրանց ասի դուք սխալ եք, տեղում ոստիկանությունը կձերբակալի ու ձեզ համապատասխան պատժի կենթարկեն, ինչի մասն ենք խոսում, դա վիշապի իշխանությունն է Գազանին տրված, քաղաքական Գազանությանը, մյուս Գազան, որ երկրորդ ասում ենք հողից բարձրանում, սա կեղծ կրոնի, կեղծ մարգարեն էր նաև Գազանի առաջ, ինքը կեղծ կրոնական իշխանությունն է, որը մյուս թշնամու շատ հայտնի մեթոդն է, մորմոններ, Witness-Lee, Եհովայի վկաներ, Բրանհամի հետևորդներ, իսլամ, ինչքան ուզեք, որոնք նման են, քրիստոնեական են կարծես հնչում, բայց իրականում այդ երկրորդ կնոջ որդիներն են կարելի ասել։ Մենք առնչվում ենք ու ապրում ենք այդ իրականության մեջ ու չի կարելի խուսափել, չի կարելի ջայլը այնպես գլուխներս մտցնենք ավազի տակ, ես սիրում եմ Հիսուսին ու ամեն ինչ լավ է, դու սիրում ես Հիսուսին ու մնացած ամեն ինչ վատ է, ու դու ապրում ես կեղծ, սուտ, պիղծ աշխարհում, որտեղ ամեն օր պայքարի մեջ ես, եւ որ Պողոս առաքյալն ասում էր, ես ամեն օր մեռնում եմ, որպեսզի Քրիստոսի զորությունը իմ մեջ հայտնի լինի, դες չի որ ռեինկարնացիա էր ապրում անընդհատ կամ մեռումհարություններ առնում, ենք խոսում է իր եւ աշխարհի պայքարի եւ իրականության վերապրման մասին։ Հիմա մենք երկու առավելություն ունենք այդ իմաստով։ Մենք ունենք Աստծո խոսքը, որ մեզ օգնում է, տալիս է հիմքը ճանաչելու ճշմարտությունը, եւ երկրորդ, որ ավելի կարեւոր է նաեւ Սուրբ Հոգին, որ Տեր ուղարկեց, ասեց ձեզ, մենակ չեմ թողնի մխիթարիչ կուղարկեմ ամեն բան կսովորեցնի ձեզ։ Վերջի շրջանի համար Սուրբ Հոգու լեցունության, Սուրբ Հոգու ձայնը լսելու, հայտնություն ունենալու իրականությունը որոշիչ է լինելու ցանկացած անհատի, ցանկացած համայնքի գոյատևման համար։ Ուրիշ ոչինչ բան։ Մեր պայքարը ավելի է թեժանում ու թշնամին, տեսնենք ռազմավարությունը փոխեց, եթե առաջի դարի ռազմավարությունը սրով, կրակով, սպանելով, վախեցնելով էր եւ դա չգործեց, հիմա այլ կերպ է լինելու։ Ու նայում ենք հետո տեսնում ենք այդ կերպ կնիք ընդունելը, չէ, երկրպագելը, այլապես զրկել ուտելուց, վաճառելուց եւ այլից։ Ռազմավարությունը փոխվել է ու փոխարենը ալտերնատիվ է տրվելու, ինչի հետևից եք ընկել։ Հեսա նորմալ մյուսների պես դուք էլ ընդունեք սա, հավատացեք այսպես, ընդունեք, որ իրանք բոլորն էլ լավն են, դա բոլոր հավատքներն էլ ճանապարհներ են, բոլոր բերում են դեպի նույն Աստծուն։ Ինքը գագաթում, ահա մեկը մի քիչ ծուրմուր է գնում, բայց մեկը գնում է դեպի այդ Աստված։ Դուք էլ եք գնում, իրանք էլ են գնում։ Ոչ։ Մի ճանապարհ կա։ Անցած սեպտեմբերին ինձ հրավիրել էին ծառայելու Վրաստանում վրացական բոլոր եկեղեցիների հիմնական հովիվները ներկային, այս հատուկ ծառայություններ, կոնֆերանսեր, տարբեր, կարծեմ պատմել եմ, կային էլ փրկության բանակից, սուպեր խարիզմատներից, հիսունականներից, մկրտականներից, ավետարանական, այն որ ողջ սպեկտրը ներկա էր։ Ինձ ծառայությունից հետո, երբ որ տենց քննարկում էր առաջացել, հետաքրքիր, մեկը իրենցից ասեց, ինչ որ դու քարոզում ես, շատ ռադիկալ է, ռադիկալ քրիստոնեություն է։ Ես ասի, ես ուրիշ քրիստոնեություն չգիտեմ, կամ մի քրիստոնեություն, որը ռադիկալ է, այո։ Ինչպես Հիսուսն է ռադիկալ, այդպես էլ իր քրիստոնեությունն է ռադիկալ։ Մնացած արդեն կոմպրոմիս է այդ թեթև վարքով բարոյական անձնավորության որդիների հետ։ Ավելի լավ է մենք ռադիկալ լինենք քիչ ու ճիշտ, քան թե ներգրավենք հազարների, որոնց լայն ճանապարհով ու լայն դարպասներով կտանենք դեպի կորուստ։ Հիսուս ասեց ճանապարհը նեղ է ու դարպասը նեղ է։
որ դեպի կյանքը տանում, ու քչերն են գտնում իրան։ Այդ քչերը ոնց են գտնելու։ Ես հավատում եմ Սուրբ Հոգու ներկայությունը ու առաջնորդությունը իրական, ոչ թե էմոցիոնալ, կեղծ, շնչավոր վերապրումներ, որ այսօր տեսնում ենք ամբողջ քրիստոնեական աշխարհում, այլ իրական ռեալ վերապրում Աստծո Հոգու, իր ճանաչում անձնական իրականության հետ միևնույն ժամանակ, որտեղ որ նայում ես մարդը ամեն ինչ խոսում է Աստծո վերապրումից, բայց իրանից բացարձակ ոչ մի բան չի խոսում, ինքը օքեյ է, իր կյանքում փոխելու ոչ մի բան չկա, ես խիստ կասկածում եմ, որ մարդը վերապրում է Սուրբ Հոգու։ Բայց դա մարդը, որը կա այդ բալանսը, որը մենք էլ ենք փոխվում, չէ՞, հոգին գալիս է մեզ սրբացնելու, ինքը Սուրբ Հոգի է։ Ինքը ուղղակի ուրախության հոգին չի, ուղղակի խաղաղության հոգին չի, ինքը Սուրբ Հոգին է սրբացնելու մեզ եւ մեր միջոցով մեր շրջապատը։ Ղուկաս իր ավետարանում կարծես տալիս է այդ լուծումները։ Սկսում է նրանից, որ երբ որ Հիսուսը գալիս է Նազարեթ, որտեղ մեծացել էր, եւ իրան տալիս են Եսայի մարգարեի գիրքը ընթերցելու, բացում է այդ հատվածը 61-րդ գլխի եւ կարդում է. Տիրոջ հոգին իմ վրա է, որտով ինձ օծեց եւ ուղարկեց աղքատներին ավետարան քարոզելու, կապվածներին արձակելու, գերիներին բանտի բացվել հրճակելու համար, Տիրոջ ընդունելության տարին հրճակելու համար։ Ու այսօր այս խոսքերը կատարվեցին ձեր լսելով։ Ինչի համար է, այսինքն այդ օծության հրճակումը, դա մի հատ նոր ժամանակի հրճակում էր։ Օծությունն եկել էր նոր օծության ժամանակը, նոր գործի ժամանակը։ Ու այդ ժամանակը չի վերջացել։ Մենք շարունակում ենք գտնվել այդ Տիրոջ հոգին իմ վրա է, այդ օծության այդ ժամանակի մեջ։ Դա համար նա ինչպես քայլեց, ով հավատում է, որ իր մեջ է, նույն կերպ պիտի քայլի։ Ու ավետարները չեն գրվել, որ մենք իմանանք պատմականորեն Հիսուսը ինչ է արել։ Գրվել է նրա համար, որ մենք ինչպես կարող ենք անել։ Ինչա մեր համար նշանակում դա։ Տեսանելի ու անտեսանելի թշնամու այդ խնդրի համար 3 հատված եմ ուղղակի ընթերցելու, որտեղ Ղուկասը հատուկ նշում է, որտեղ Ղուկասը ի տարբերություն մնացած ավետարանիչներին շատ մեթոդական է իր նկարագրի մեջ։ Ինքը բժիշկ է, տեսնում ենք Գործք առաքելոցից, հավանաբար հույներ, լավ կրթված եւ կրթված մարդիկ ունեն, այդպես ասած, կարգավորված, համակարգված մտածելակերպ։ Չի եղել օրինակ, երբ որ կինդ քեզ գրում է հաց բեր, միանգամից քանի հատ, որից, չէ՞։ Հետ եք գրում, ոչ թե ասում ենք, օքեյ, հաց կբերեմ, միանգամից համակարգն է առաջանում, որտեղ այդ հաց բերը չի տեղավորում քո համակարգի մեջ, քեզ պետք են այլ տեղեկություններ, որ այդ համակարգը կազմվի, ինչքան, որից։ Ու մեկ էլ տունը կռիվը սկսում է, չէ՞։ Էս ինչ ես բերել, ասել էի հաց բերես, բայց դու հաց ես բերել։ Մենք այսքան հաց ենք ամեն օր առնում, չէ՞, մենք չգիտես մեր հացը օրական ինչքան է, բայց դու ասել ես հաց, մի հաց։ Նրանք ովքեր ամուսնացած են հասկանում են ինձ։ Հեշտ է Ղուկասին հետևել, որտեղ իր մոտ համակարգված ամեն ինչ ճիշտ նկարագրում է, ճիշտ տեղում, ճիշտ բանի համար։ 3 պատկեր է Ղուկասը տալիս առանձնահատուկ, որ այսօր կանդրադառնանք։ Առաջի պատկերը տեսնում ենք 4 գլխում։ Սա ժողովարանն է, երևի ընթերցենք այդ հատվածը, ես կընթերցեմ Ղուկասի 4 գլխից 33-ից 36 խոսքերն են։ Ժողովրանում մի մարդ կար, որ պիղծ դևի ոգի ուներ, եւ նա, այսինքն դևը բարձրացած ձայն աղաղակեց. Մեզ հետ ինչ գործ ունես, Հիսուս Նազովրեցի, մեզ կորստյան մատնելու համար ես եկել։ Գիտեմ թե ով ես, Աստծո Սուրբը։ Հիսուսը սաստեց նրան եւ ասաց. «Պապանձվիր եւ դուրս ելիր դրանից»։ Դևը նրան մեջտեղում մարդուն, այսինքն այդ մեջտեղում գետին զարկեց եւ դուրս ելավ եւ նրան ոչ մի վնաս չտվեց մարդուն։ Եվ բոլորը զարմանքով պատված իրար հետ խոսում էին եւ ասում էին. «Էս ինչ խոսք է սա, կամ ինչ վարդապետություն է, որ իշխանությամբ ու զորությամբ պիղծ ոգիներին սաստում է եւ նրանք դուրս են գալիս»։ Առաջի հենց անմիջական առճակատումը Հիսուսի, որ Ղուկասը նկարագրում է, դիվարի հետ է։ Նայեք, ինքը դրանից առաջ Սատանան փորձել է իրան անձամբ, Հիսուս Սատանա հանդիպել են անապատում 40 օր ծոմից հետո,
հիշում եք սատանան 3 հատուկ փորձություններ անում, այս անգամ արդեն ու դրանից հետո սատանան երբեք անձամբ չի արճակատում։ Ու մեր կյանքում էլ ինքը շատ հազվադեպ կա, որ Աստված թույլ կտա, որ դևերը անմիջապես ինչ որ մեկի հետ գործ ունենան։ Ոմանք ունենում են նման փորձառություններ, բայց եթե ունենում եք, հիմնականում դա կամ եղել է քնած ժամանակ, երազում, կամ այն կեսքուն, կեսարթուն, երբ որ քո մարմինդ քնած է, բայց միտքդ արթուն է այդ ժամանակ։ Ու շատերը այդ փորձառություններ ունենում են, ու վերապրումը միշտ դիվական ներկայության դա տանջանքի զգացումն է, վախի զգացումն է, զզվանքի զգացումն է, միշտ տհաճ է ինքը, հա, իր ներկայությունը մեզ։ Այս անգամ Ղուկասը հիմա այդ առաջի փորձունից հետո սատանայի անմիջական անցնում է իր մյուս ռազմավարական տեցասած դրսևորմանը, երբ որ մարդիկ պարունակում են, ունեն իրենց մեջ, այդպես ասած, այդպես էլ գրված է, մարդը իր մեջ դև ուներ, ոնց որ իր սեփականությունը լիներ։ Դա նշանակում է մարդը նենց էր դրա հետ ապրում, ոնց որ իրանն էր, ինքը չէր զգում տարբեր, իր համար չկար այդ դևը, իր համար կար, ինքը տենց է, այդպես է ինքը, շուտ է բարկանում, կամ տենց հայոյող է ինքը, կամ այսինքն մարդը ոչ թե զանազանում է, որ ինքը խնդիր ունի, այն էլ խնդիրն էլ դև է իր մեջ, այլ անձ է իր մեջ բնակվում։ Չէ, ինքը ունի դա, այդ բնավորություն ունի, այդ չգիտեմ խառնվածք ունի եւ այլն։ Գիտեք, ինչքան դիվարներ չգիտեմ, որ իրենք դիվարներ են։ Դիվաբնակ են։ Իսկ ով պետք է իմանա։ Ով պետք է լուծի այդ հարցը։ Ու այստեղ Հիսուսը չի հարցնում, ուզում ես, չես ուզում, չէ՞։ Նկատում եք, որ Հիսուսը չի հարցնում։ Հիսուսը միանգամից հրամայում է։ Նախ հրամայում է պապանձվիր եւ դուրս արի։ Խոսում է ոչ թե մարդու հետ, խոսում է դևի հետ։ Ես հավատում եմ, որ վերջին շրջանի մեր զենքերից կարևոր զենքերից մեկը լինելու է հոգու հայտնությունը հոգիների զանազանության իմաստով։ Աստված ուզում է իր եկեղեցուն հանդերձավորի, զանազանելու այն հոգին, որ խոսում է մարդու միջից։ Այն կարող է շողոքորթի, ասի դուք ինչ լավ տղա ես, ինչ լավ աղջիկ ես, բայց դևը խոսի մարդու միջից։ Իսկ մարդը չի իմանա, որ դևը խոսում է իր միջից։ Որ դուք շատ անգամ հանդիպել եք իրանց, մտածել եք ինչ տարօրինակ մարդ էր, մտածել եք ինչ տհաճություն եմ զգում իր հանդեպ։ Աստված նշաններ տվել է, բայց մենք ուշադիր չենք եղել երևի։ Կամ գուցե ժամանակը չի եղել հասկանալու, գործելու այդ իրավունքով, այդ իշխանությունով։ Հետաքրքիր է, որ Հիսուսը միայն խոսքով անում եւ խոսում է դևին ու հարցը լուծում է։ Երկար բարակ չի պատմում, դու գիտես ես ով եմ, դևը լավ գիտեր ով է ինքը։ Ու դևը լավ ասում է, ես գիտեմ ով ես, Աստծո որդին։ Դևը լավ գիտի դու ով ես, որտեղ ես ապրում, ինչ ես սիրում, ինչ չես սիրում, որ սայթերն ես մտնում, երբ որ ոչ ոք չի նայում։ Շատ լավ գիտի, քո ով լինել, ինչ անելը։ Մենք էլ գիտենք ով է ինքը, բանսարկու, խաբեբա, ստախոս, ով իրավունք չունի գտնվելու արդարների ժողովքի մեջ։ Դա ժողովարան էր, շաբաթ օր էր։ Հիշում եք ինքը հռչակել է Տիրոջ ընդունելի ժամանակը։ Տիրոջ ընդունելու ժամանակը դա շաբաթն էր։ Շաբաթ օր չի, որոշ թարգմանություններ, օրինակ նոր Արարատ թարգմանությունը սխալ է թարգմանում։ Մարդու որդին շաբաթ օրվա տերն է։ Օր բառը չկա բնագրում։ Հիսուսը նկատի չունի օրը կոնկրետ։ Հիսուսը նկատի ունի ժամանակաշրջանը, Աստծո ժամանակաշրջանը, շաբաթի ժամանակաշրջան, Աստծո ընդունելության, հիմա Աստծո ժամանակն է, հա, Տիրոջ գործելու ժամանակն է։ Ու պապանձվի դուրս արի, որտեվ կապ չունի քեզ ով է հրամայում, ինչպես է հրամայում, կապ ունի են ինչի ժամանակում ենք հիմա գործում։ Հիմա քո գնալու ժամանակն է։ Շաբաթն էր, Տիրոջ ժողովարանն էր, դրա համար պապանձվեց եւ գնաց։ Կարևոր է հասկանալ, որ ինձ ու քեզ այդ նույն Հիսուսի օծությունն է տրված գործելու, զանազանելու ու գործելու։ Ու ես հավատում եմ, որ մոտ ապագայում մենք տեսնելու ենք դրանց նկարագիրը, մենք դուք ունենալու եք շատերս այդ փորձառությունը, կարող է հավատքով գործեք դրանում։ Հենց կգա հայտնությունը, որովհետև առանց հայտնության պետք չի մարդկանց վիրավորել,
տես դեպքեր շատ եղան, բայց երբ որ կգա հայտնությունը, դուք վստահ կլինեք, հա, ու ինչպես է գալիս։ Գալիս է կամ դուք կտեսնեք մի բան, կամ կզգաք մի բան, որտեղ միշտ թշնամու ներկայությունը տհաճ է, թշնամու ներկայությունը զզվելի է, մարդը չէ։ Դուք հասկանում եք, որ մարդը է, հա, բայց ինչ որ մի բան կա իր հետ կապած իր ներսում, որ քեզ մերժում է, դու ներսը չի ընդունում իրան, հա, ասես մերժում կա, ասես կռիվ կա իր համար։ Խոսիր այդ հոգում։ Հիսուսի անունով։ Երկրորդ նկարագիրը տեսնում ենք 13-րդ գլխում։ Սա այն դեպքն է, երբ որ էլի շաբաթ օր, էլի ժողովրդներից մեկում Հիսուսը էլի սովորեցնում էր 10-րդ խոսքից։ Հիսուսը շաբաթ օրը ժողովրդներից մեկում սովորեցնում էր, եւ ահա մի կին կար, որ 18 տարուց ի վեր տառապում էր չար ոգուց, կծկված էր եւ բոլորովին չէր կարողանում ուղիղ կանգնել։ Հիսուսը նրան տեսնելով իր մոտ կանչեց նրան եւ ասաց. «Ով կին, քո հիվանդությունից ազատված ես»։ Եվ ձեռքը նրա վրա դրեց եւ կինը ուղղվեց անմիջապես եւ փառաբանում էր Աստծուն։ Իր ժողովրդապետը շատ բարկացած, որ Հիսուսը շաբաթ օրով է բժշկել, ժողովրդին ասաց. 6 օր կա, որոնց ընթացքում պետք է գործել։ Եկեք այդ օրերին եւ բժշկվեք, ոչ թե շաբաթ օրը։ Եվ Տերը Հիսուսը նրան ասաց. «Կեղծավոր, ձեզանից յուրաքանչյուրը միթե շաբաթ օրը իր եզին կամ իր էշին չի արձակում մսուրից եւ տանում ջրելու։ Իսկ սա, որ Աբրահամի դուստրն էր, որին սատանան ահա 18 տարի կապել էր, միթե պետք չէր, արժանի չէր, որ շաբաթ օրը կապանքից արձակվեր։ Ու երբ նա սա ասաց, բոլոր իր հակառակորդները ամոթահար եղան։ Իսկ ամբողջ ժողովուրդը փառաբանում էր Հիսուսին։ Այս դեպքը հետաքրքիր է նրանով, որ տարբեր առաջի դեպքից։ Եթե առաջի դեպքում դևը արկա էր, այս երկրորդ դեպքում դևը չկար։ Դևը կապել էր։ Դևի ազդեցությունը կար, դիվական ազդեցությունը կար, դիվական կապանքը կար, բայց դևը անձամբ չկար։ Ու Հիսուսը տեսնում ենք այլ կերպ է գործում։ Հիսուսը խոսում է կնոջը։ Դև չկա, չի խոսում դևին։ Խոսում է կապանքին։ Ասում է արձակված եղիր, ով կին, արձակված եղիր քո կապանքից։ Բայց Հիսուսը գիտի կապանքի մասին, Հիսուսը գիտի կապանքի աղբյուրի մասին, հա, որ այդ աղբյուրը դիվական է։ Ու ինքը արձակում է այդ դիվական կապանքը։ Եկեք ոնց որ պատկերը էս է, որ Հիսուսն էլ մեկնում է իր արածը, ասում է ոնց որ մսուրից չեք արձակում, տանեք։ Այսինքն ոնց որ դևը կապել էր այդ մսուրին ու գնացել էր, հա, միտեղ կապել էր, ու վերջ այդ կինը կապված էր դրանով, այդ մեջքի ցավով կապված էր անդադար, բայց կապել էր սատանան։ Դա բնական երևույթ չէր, գերբնական երևույթ էր։ Հոգևոր գերբնական երևույթ էր, որը դրսևորվում էր ֆիզիկական խնդրի ձևով։ Եթե երևույթի պատճառը հոգևորը, գերբնականը, որևէ ֆիզիկական միջոց չի բուժելու իրան։ Դա որ մարդիկ տառապում են, վիրահատություններ են անցնում, դեղեր են ընդունում ու ոչ բան չի օգնում։ Ինչու՞, որտեղ պատճառը հոգևոր է։ Մինչև հոգևորը չարձակվի, ֆիզիկականը չի լուծվելու։ Բայց երբ որ հոգևորը արձակվեց, ֆիզիկական անմիջապես լուծում գտավ։ Հիսուսը խոսում է ազատված լինելու մասին այդ կապանքից ու ձեռքերն է դնում այդ կնոջ վրա։ Օրինակ առաջի դեպքում խոսում է միայն, չէ՞, չի էլ կպնում այդ մարդուն, դիվարին։ Խոսում է։ Բայց այս դեպքում ձեռք է դնում իր վրա։ Եք ձեռք դնել ինչ է նշանակում։ Այդ են ձեռքերն էր, որ պետք է խաչի վրա դրվեր մի օր։ Այդ ձեռքերն էր, որ հենց իր համար պիտի խաչվեր մի օր։ Այդ բժշկարար, տենց ասած վերք ստացող ձեռքերը հիմա բժշկում էին, դրվում էին, հպվում էին։ Այդ կարեկցանքի, այդ ես քո հետ եմ։ Այդ պատկերացնում եք կին 18 տարի չկարողանա ուղղվել։ Դուք կին եք, մի հատ պատկերացեք, դուք չկարողանաք ցավից մեջքի ոչ մի բան անել։ Ով կլնեք ձեր տան համար դուք։ Բեր։ Հələ տղամարդը ինչ-որ պատիվ ունի, տղամարդը չգիտեմ եւ այլն։ Բա որ կինն է այդպեսին։ Ինչպիսին է կնոջ կյանքը առօրյան։ Հələ մի օր կինը հիվանդ լինի ճաշ չի եփում, ինչ ճաշ կթափեք գլխին, չէ՞։
18 տարի այս կինը զրկված էր կին լինելու հնարավորությունից։ Այդ ձեր դնել այդ կարիք ցանքի, այդ սիրո, այդ ոնց որ ես քո հետ եմ, ես հասկանում եմ քո ցավը, ես տեղ եմ քո համար։ Ու դրա համար են մյուսները, ժողովրդապետը, հակառակորդները, մենակ ինքը չէր, որտեղ բոլոր հակառակորդները ամոթով մնացին։ Իրանք խայտարակ եղան, որտեղ ժողովրդապետը մեկն էր, որ ինքը պետքա հոգ տաներ այդ կնոջ համար։ Ինքը պետքա այդ կնոջը բերեր, ձեռքից բռնար բերեր Հիսուսին, ասեր Հիսուս, այս մեր համայնքի քույրն է, մեր լավ անձնավորությունն է, 18 տարի է տառապում է։ Կարաս բժշկես, մի բան արա իր համար։ Փոխանակ ինքը դա աներ, առաջնորդ էր, հոգևոր ժողովրդապետն էր, ժողովարանի, սինագոգայի ղեկավարն էր, հոգևոր առաջնորդներ այդ համայնքի։ Վայ համայնքի, եթե քո առաջնորդը այդպիսին է, ով մտածում է ինչ-որ կանոնների, օրենքների, ծեսերի մասին, եւ ոչ թե մարդկանց կյանքի կարեկցանքի մասին։ Սա խոսում է հին ուխտի իրականության, այդ օրենքից կարճած, օրենքը ավելի կարևոր էր, քան մարդը։ Օրենքը էլի կարևոր է, բայց օրենքը մարդու համար էր, ոչ թե մարդը օրենքի։ Օրենքը չէր տրվել, որ մարդիկ տառապեին։ Օրենքը տրվել էր, որ հակառակը մարդիկ ազատության մեջ ծառայեին Աստծուն։ Եվ վերջի երրորդը, 6-րդ գլխում ենք կարդում, երրորդ նկարագիրը, հետո մենք միասին կարճ կվերլուծենք մեր դասերը վերցնելով։ 6-րդ գլխում Ղուկասում 5-11-ը, երբ որ շաբաթ օրը ինչ-որ բան արեցին իր աշակերտները, մեղադրում էին, որ ինչի են աշակերտները այդ գործ անում, Հիսուսը մի օրինակ է բերում Դավիթից, կարող եք ընթերցեք, ժամանակի պատճառով չենք մանրանամ, եւ ասում է որդին մարդու շաբաթի տերն է։ Այսպես կարևոր հռչակում անում։ Շաբաթը ուխտի նշանն էր Իսրայելի համար։ Դա 4-րդ պատվիրանն էր, շաբաթի պատվիրանը, եթե կհիշեք։ Եկեք հիշենք պատվիրանները, եթե մոռացել եք։ Որն էր առաջինը։ Ես եմ Յովան, քո Աստվածը, որ քեզ Եգիպտոսից ծառայության տնից հանեցի, ինձանից բացի ուրիշ Աստված չունենաս, իմ առաջին։ Երկրորդ պատվիրանը։ Դու ինձ չնմանեցնես ոչինչ բանով պատկեր չստեղծես ու չերկրպագես իրանց, ոչ երկնքի մեջ, ոչ երկրի վրա, ոչ ծովի մեջ եղող որևէ բանի։ Երրորդը, քո Տեր Աստծո անունը պարապտեղ բերան չառնես, որովհետև Աստված իր անունը պարապտեղ կանչողին անմեղ կամ անպատիժ չի համարելու եւ հատուցելու է մինչեւ 4-րդ ազգը։ 4 պատվիրանը, հիշիր շաբաթը, որ պահես իրան։ Ու հետո շաբաթի պատվիրանից հետո գալիս էր արդեն մի շնացի, մի սպանի, մի գողացի, մի շնացի եւ այլ մյուս պատվիրանները։ Այս 4 պատվիրանը շաբաթի հանգույցն էր կարծես։ Այնքան կարևոր էր, որ Աստված Իսրայելին, որ շաբաթները չէին պահել, գերության տարավ ու ասեց ես ձեզ այն 70 տարի գերության մեջ կլնեք ու այդ այն ժամանակով որ դուք իմ շաբաթներս չեք պահել։ Մոռացել եք, որ շաբաթը իմ ու ձեր ուխտի նշանն է, որ դուք մյուս ազգերից տարբերվում եք դրանով, շաբաթով, ոչ թե օրը պահելով, ինչ որ կանոններ պահելով։ Շաբաթը Տիրոջ ընդունելության ժամանակն էր, Աստծո ժամանակն էր, Աստծո օրն էր։ Դա մեր հետո ողջ քո օրերը քո գործին նա մտածի, որն է Աստծո օրը, որն է Աստծո ժամանակը քո կյանքում։ Մարդու որդին շաբաթի տերն է, շաբաթը իր համար է, ոչ թե մեր համար է, իր հետ հարաբերության համար է։ Ու երբ որ մտավ ժողովարան եւ ուսուցում էր, այնտեղ մի մարդ կար, որի աջ ձեռքը չորացած էր։ Դպիրներն ու փարիսեցիները հետևում էին նրան, Հիսուսին, տեսնելու թե արդյոք շաբաթ օր պետք է բժշկի թե ոչ, որպեսզի նրան մեղադրելու բան ունենան։ Պատկերացնում եք։ Իսկ նա որ գիտեր, Հիսուս այսինքն գիտեր իրենց մտքերը, չորացած ձեռքով մարդուն ասաց. «Վեր կաց ու մեջտեղ կանգնիր»։ Եվ նա վեր կացավ ու կանգնեց մեջտեղ։ Եվ Հիսուսը նրանց ասաց. «Ձեզ հիմա հարցնում եմ, ինչ է օրինավոր շաբաթ օրը, բարիք անել թե չարիք, մի հոգի ապրեցնել կամ անձ ապրեցնել, հունարենում իրականում, թե կորստյան մատնել կամ կորցնել»։ Եվ շուրջը հավաքված բոլորի վրա նայելով այդ մարդուն ասաց. «Ձեռքդ մեկնիր»։ Եվ նա մեկնեց, եւ նա ձեռքը մյուսի նման առողջացավ։
Ու նրանք, մյուսները, ինչ է կարծում ինչով լցվեցին, ուրախությամբ, զարմանքով, շասին, նրանք կատաղությամբ լցվեցին ու միմյանց հետ խոսում էին, թե Հիսուսի հետ ինչպես վարվեն։ Այստեղ տարբեր էր, այստեղ ոչ դևը կար, ոչ դևի կապանքը կար, Հիսուսը չի խոսում որևէ դիվական բանի մասին, դա զուտ ֆիզիկական երևույթ էր, բայց խոսեց ֆիզիկական երևույթի մասին որպես հոգևոր արդյունք տվողի, հոգի ապրեցնել, թե կորստյան մատնել։ Նույնիսկ ֆիզիկական քայլը, ինչ-որ մեկին, ինչ-որ մի բարիք անելը, սովածին կերակրելը, ծառավին ջուր տալը, աղքատին հասնելը, հիվանդին օգնելը, աջակցելը, նույնիսկ փոքրիկ բարության մարդկային քայլերը հոգևոր ազդեցություններ ունեն։ Երբեք մի անտեսեք մարդկային ուղղակի բարության քայլը, թեկուզ մեկին ժպտալը, ինչ-որ հորդորական խոսք ասելը, ձեր կարողության չափով ինչ-որ բանով օգնելը։ Սիրո լեզուն ամենաուժեղ լեզուն է, ամենաազդեցիկ լեզուն է։ Եթե ատելության լեզուն ազդեցություն ունի, սիրո լեզուն էլ ավելի ազդեցություն ունի, որտեղ Աստված սեր է։ Սիրո լեզուն դա Աստծո լեզուն է, ու ամեն բարության սիրո քայլի հետևում Աստված կա գործող։ Մարդիկ ովքեր անշահախնդիր բարիք են գործում, բարեգործություն են անում, օգնում են, աջակցում են, կամավորական են, մեր անդրանիկը մեր հրաշալի կամավորական շարժում ունենակ, ովքեր հետաքրված են կարող են վերջում մոտենալ։ Իրանք վկայեն, որ երբ որ իրանք բարիք են անում, նույնիսկ փոքր, առանց հատուկ հետադարձ ակնկալիքի, դու քեզ լավ ես զգում։ Մի բան կա, որ քո մարդկային էության մեջ քեզ ուրիշ զգացում է տալիս, որ դու կարծես Աստծո իրականության, նույնիսկ անհավատ մարդկանց համար։ Ես գիտեմ շատ անհավատ մարդիկ, ովքեր սիրում են բարիք անել, որովհետև իրենք լավ են զգում դրանից։ Աստված մարդուն այդպես է ստեղծել։ Երբ որ մենք իր նման ենք, որովհետև ստեղծված ենք իր պատկերով նմանությամբ, մենք լավ ենք զգում։ Մեզ դրական ենք, մեր ինքնությունը հաստատվում է մեր ով լինելու։ Ես լուրջ հարց է դնում, չի ասում, շաբաթօրը ուղղակի բժշկենք, թե չբժշկենք, դա չի ասում։ Ապրեցնել, թե կորցնել։ Կարծես թե այդ օր այդ մարդու համար որոշիչ օր էր։ Այդ օր ինքը կամ կապրեր, կամ էլ չէր ապրի։ Հիսուսը վերաբերվում էր այդ օրվան այդ մարդուն որպես իր կյանքի ամենակարևոր օրվան։ Պատկերացեք դուք տղամարդ եք ու ձեր աջ ձեռքը չի գործում։ Այն էլ այն օրերին համակարգիչ չկար, որ գոնե ձախ ձեռքով համակարգչով գործանեիր։ Տղամարդը որ աջ ձեռքը չէր գործում, անպետք էր։ Բեռ էր նորից։ Երկու դեպքում էլ տեսնում ենք թե կնոջ դեպքում, թե տղամարդու դեպքում իրանք իրանց հասարակության, իրանց ընտանիքի մյուսների համար բեռ էին դարձել։ Ու մենակ Հիսուսը կարող էր արձակել իրանց, վերականգնել իրանց։ Հետաքրքիր որ սատանան չէր ողջ մարմինը պարալիզացնում։ Դա այնպես մարդուն վատ լինելու համար պետք չի ամբողջը վատ լինի։ Մի մաս էլ պարալիզացվի հերիքա։ Թշնամին ամեն ինչ կանի, որ մեր կյանքում ինչ-որ մի բան վնասի։ Մեր զգացումները վնասի, մեր վստահությունը վնասի, մեր հավատքը վնասի, մեր հարաբերությունը վնասի։ Շատ բան պետք չի, գիտեք, մի բան այնքան որ վնասի ու մենք всё, մեր կյանքը դնում ենք կործանման եզրին։ Մենք մոռանում ենք, որ ունենք մեկին, ով այլ կերպ է նայում մեր կյանքին, քան մնացած բոլորը, նույնիսկ մենք անձամբ։ Ով մեզ կարող է գա ասի, ինչ դա վնասված, ձեռքդ երկարացրա, հարաբերությունդ լուծիր, զգացումդ արի բուժենք։ Մեկը որ բոլոր քո հարցերին ու խնդիրներին պատասխան ունի։ Նրանք ովքեր 44 օրյա պատերազմին մասնակցել են, ասում են, որ ազերիների դիպակահարները, երբ որ ջոկատի վրա ջոկատ ընկնում է բանի մեջ, այդ թակարդի մեջ կամ
շրջապատման չեն կրակում սպանելու համար, կրակում են ոտքերին վիրավորելու համար։ Գիտեք ինչու՞։ Որտեվ վիրավորին դու չես թողելու, ու նրանք ովքեր առողջ էին, ստիպված պետքա մնային վիրավորի հետ կամ ծանր բեռ էր դառնում այդ վիրավորը ողջ ջոկատի համար։ Բայց դա սպանեին, եկել կասեմ, всё, փախանք, չէ՞, մեռած հետևից չէին գա։ Բայց դա վիրավոր է, կանչում է, չէ՞, վիրավոր եմ, ոչինչ չի կարող թողել իր անկերոջը, կամ լավ, ամոթ իրան եք թողի։ Այդպես էլ թշնամին, ոնց չի սպանում մի անգամից։ Վիրավորում է մեզ, որ մենք բեռ դառնանք, մեր խնդիրներով, մեր նվնվոցով, մեր չվստահելով, մեր խնդիրներով բեռ դարձնի, որպեսզի ապականի, որտեվ դառնության արմատը կարող է շատերին վնասել, ասում Աստծո խոսքը։ Մենք մի լուծում ունենք միասին, առողջ համայնք ունենալով, առողջ հարաբերություններ ունենալով, իրար հետ եւ Տիրոջը հետ։ Մենք լուծում ունենք կապված բաների համար։ Թշնամին ամեն մեկից կյանքում ինչ-որ բան կապել է։ Մեկին կապել է թմրամոլությանը, մեկին կապել է ալկոհոլիզմին, մեկին կապել է խաղամոլության մեջ, մեկին կապել է ատելության մեջ, տարբեր տեղերով, ինքը ամեն ստով, վախով, ագահությամբ շատ կապելու բաներ ունի մեր կյանքում, որը պարալիզացնում է մեզ ճիշտ այդ կնոջ նման լիարժեք կյանք ապրելու համար։ Որտեղ է լուծումը։ Այն ձեռքերի, որ խաչի վրա գանվել է։ Իր վերքերով ես ու դու բժշկություն ունենք։ Իր վերքերով մենք բժշկվեցինք, ասում է Մարգարեն։ Սա հոգևոր պայքարի իրականությունն է, որ մենք ունենք մեր ներսում ու մեր դուրսը։ Ու առանց սրա անկալման չեն կարող առաջ գնալ, չեն կարող հաղթող լինել։ Ինչա պետք մեզ սրա համար։ Կարևոր է հիշել, որ մենք Աստծո շաբաթի մեջ ենք։ Աստծո շաբաթի ընդունելության ժամանակն է, Աստված ընդունել է մեզ։ Քեզ պետք չի վախենալ, թաքնվել, ամաչել, հա։ Տիրոջ ընդունելի տարին է, Տիրոջ ընդունելի ժամանակն է։ Խնդիր ունես, գնա իր մոտ։ Կապել է թշնամին ինչ-որ բանով։ Չորացած այն ինչ-որ մասը կյանքիդ, զգացումիդ, մտքիդ, ճիշտը գիտես, գնա իր մոտ։ Տերն է լուծումը, հովները չեն լուծում բերում ձեզ։ Մեր աղոթքները չեն լուծում բերում։ Մեկ այնպես ֆետիշացում կա, բայց հովներ աղոթեն իմ համար։ Ուզի գնա Տիրոջ հետ լուծի հարցերդ։ Ամեն այր մարդու գլուխը հովները չեն, Քրիստոսը։ Գնա Տիրոջ հետ լուծիր հարցերդ։ Այդ երբ աղոթեցիր, երբ կռվեցիր ու Տերը չտվեց քեզ։ Հա, արի մենք էլ կաղոթենք, բայց մենք չենք լուծում արձակում։ Օցիալները չեն բեմերից լուծումներ արձակում։ Այդ օցիալը այնտեղ նստած է, ինքը արդեն խաչի վրա լուծել է քո հարցերը։ Այդ ձեռքերը վերքով լուծել են քեզ, արձակել են քեզ։ Արձակված եղիր, ասում է։ Չի ասում ես քեզ հիմա արձակում եմ, ասում է ով կին արձակված եղիր, այսինքն կա էդի քեզ հասանելի է, ու արձակվեց։ Ուզում ես արձակված լինես վախից, եղիր արձակված, ագահությունից հետ, եղիր արձակված, ինչ դա խաղամոլ ես, թմրամոլ ես, պորնոգրաֆիայով ես տարված, ինչն եմ արձակված եղի, գնա իր մոտ ասա Տեր արձակի ինձ, ես ում արձակված լինեմ, դու նույն Տերն ես, երեք այսօր ու հավիտյան։ Ու վերջինը, կարևորի մասին, դևերի հետ ավելի հեշտ է, քան թե մարդկանց հետ։ Ես 30-ից ավել տարի հով եմ, ես ես ասում եմ, դևերի հետ շատ հեշտ է, մարդկանց հետ չէ։ Նայեք, դևը հեռացավ, կապը քանդվեց, կնոջ մեջ կուղվեց, մարդու ձեռքը կենթանացավ, բայց մարդկանց սրտերը մնացին խավար, կուրությամբ ու ատելությամբ լիքը։ Հիսուսը կարող էր ձեռքը բժշկել, բայց իրանց սրտերը ոնց բժշկել։ Մի տեղում զմայլվում էին, այս ինչ նոր բան է, այս ինչ նոր վարդապետություն է։ Իրանց համար տենց թամաշի տեղ էր, նոր հետաքրքիր բան էին տեսել։ Գնանք այս ինչ նոր բան է, նոր
Չկա Աստծո վերապրումը, կամ նոր բանի տեսնելը։ Ոչ թե վաու, Աստված շարժում այս սայլի մեջ, Տիրոջ ժամանակն է։ Նոր բան տեսակ։ Երկրորդ դեպքում ամոթ զգացին, խայտառակվեցին։ Եվ որ Հիսուս ասեց, ով չի արձակում ձեզանից իր եզին տանուն ջրելու, ու բոլորը ամոթ զգացին, խայտառակվեցին, ընդամենը վատ զգացին, որ այս մարդը իրանց խայտառակեց։ Ոչ թե ապաշխարեցին, ոչ թե զղջացին, ոչ թե ասին, հա էլի, ինչի մենք տես չենք մտածում, հա իրանք ինչ լավ բան է եղել։ Չփոխվեց իրանց միտքը։ Ընդամենը վատ զգացին, որ ուրիշների մոտ իրենք վատ տեսքով եղացին։ Դա էլ է մեր հետ լինելու։ Եվ երրորդ աստիճանն էր, չորացած մարդու դեպքում կատաղությամբ լցվեցին եւ որոշեցին, թե ինչ պետք է անեն Հիսուսին, ինչ պետք է անեն, ինչպես սպանեն Հիսուսին։ Դա է որոշումը։ Իրանք ունեցան նույն զգացումը, ինչ որ սատանան ունի մեր հանդեպ, յուրաքանչյուրիս հանդեպ։ Ինքը լցված է մեր հանդեպ ատելությամբ եւ մտածում է, թե ինչ անելու մեզ կորցնելու համար։ Յուրաքանչյուրիս հանդեպ ինքը բան չունի, ողորմություն չունի։ Մենք ողջ ենք միայն Աստծո ողորմության շնորհիվ։ Մենք կանք, որտեղ Աստված ողորմած է մեր հանդեպ։ Մենք էլ իր հանդեպ ողորմություն պիտի չունենք։ Մարդկանց հանդեպ ողորմած, թշնամու հանդեպ չէ։ Դավիթը իր Սաղմոստներից մեկում ասում է, Տեր քո թշնամիներին ամբողջ սրտով ատում եմ։ Ես ու դու եք ամբողջ սրտով պետք է ատենք ինչ-որ թշնամին ունի։ Անկախ նրանից, թե ինչքան գեղեցիկ է դա, ինչքան սիրուն է, ինչքան չգիտեմ գրավիչ է, ինչքան պուպուշ է արված մեղքը, սխալը, կապանքը։ Մեր թշնամին անողոք է, ու մենք էլ ենք անողոք իր հանդեպ, իր գործերի հանդեպ, իր դրսևորումների։ Տեղեր կան, ինքը անձամբ կլինի խոսենք իրան, տեղեր կա ինքը արել է մի բան գնացել է, խոսենք իր արածի վրա, ձեռքը դրենք, կհպվենք մարդկանց, կմխիթարենք իրանց, կասենք դու կարող ես ազատ լինես սրանից։ Հա, քո կյանքում ես եղել է, բայց արի թող դա, արի Տիրոջ հետ լուծի այդ հարցը։ Եվ տեղ կա ֆիզիկական կլինի, չի մի հատուկ ինչ-որ դև քշել, չգիտեմ ինչ քանդել, պետք է ընդհանրապես ջուր տալ մի բաժակ, ողջունել, սիրել, մխիթարել, զանգել, ասել ինչպես ես, կարոտել եմ քեզ, ոնց է գործերը։ Մայրիկդ լավ չի, ինչպես է, հա, գիրեմ երեխեն կարիք ունի, ինչով կարող եմ ուղղակի բնական, բարության քայլեր, չորացած ձեռքեր կենթանացնելու համար։ Ու Աստված կգործի։ Եկեք անենք իր առաջ։ Եկեք խնդրենք, որ Տերը մեզ սովորեցին զանազանել։ Լինել արթուն, այդ տեղյակ մեր շուրջ ինչ է կատարվում։ Մենք շատերս ավելի շատ տեղյակ ենք քաղաքականությունից, հեռու կամ մոտիկ։ Քան տեղյակ ենք երկնքը ինչ է տեսնում, ինչ է կատարվում մեր շուրջը, մեր հոգևոր շրջապատի մեջ, մեր համայնքում, մեր հարևանների մեջ, մեր ընտանիքում։ Նման վերաբերմունքով մենք ունենք տանուլ կտանք, մենք տեղյակ ենք, ինչ է մեր շուրջը։ Թշնամին պատում է մեզ և նպատակներ ունի մեր համար։ Մեզ պետք է տեղյակ լինել ինչ է մեր շուրջը կատարվում, ով կա մեր կյանքում և ինչու համար, ով ինչի կարիք ունի, և մենք ինչի համար ենք իրանց կյանքում։ Աստված ամեն ինչի համար նպատակ ունի։ Ոչինչ չկա Աստծո արարչագործության մեջ մեր կյանքում, որ աննպատակ պատահական ինչ-որ երևույթ լինի։ Ամեն ինչի համար իմաստ կա, գտի այդ իմաստը, գործին համապատասխան։ Տիրոջ հոգին մեր վրա է։ Ու մեզ օծել և ուղարկել է աղքատներին ավետարան քարոզելու, կապվածներին արձակելու, բանտարկյալներին հռչակելու, բանտի արձակվելը, արձակված եղիր քո կապանքից։ Միտեղ արձակեց, միտեղ ասեց ազատ եղիր, Տիրոջ ընդունելության տարին հռչակելու, ժամանակ Տերը գալիս է։ Եկեք լինենք իր հաղթության ծրագրի մասը։